Ինչպես հասկանալ անձամբ իմ կյանքի եւ Քրիստոսի խաչելության կապը։ Ինչքանով եմ ես իմ կյանքում, երբ ես ապրում եմ, մեղք եմ գործում, ապաշխարում եմ այդ մեղքի համար, գոնե զղջալու եւ գիտակցելու իմաստով, իմ կենցաղում հազար ու մի հարցեր ունենալով, որտեղ է այդ կարմիր գիծը, որը կապում է ինձ հստակ ասում է։ Դուք, որ մինչև արյուն թափելու աստիճան չեք պայքարում մեղքի դեմ, ինչպես կարող եք հաղթահարել։ Եթե մենք ուզում ենք Քրիստոսի հարկին փառակից լինել, խաչին էլ խաչակից պետք է լինենք, տեսնում ենք մեղքը, մենք պետք է պայքարենք այդ մեղքի դեմ, մտքի, սրտի եւ մարմնի։ Մեղքը 3 հանգրվաններ ունի՝ միտք, սիրտ, մարմին։ Մտքից սկսում է անցնում է սիրտ, մարմին ու վերջացնում։ Հիմա ճիշտ այդպես էլ մենք մեղքի դեմ պատերազմ պետք է սկսենք ներքին, մտքով, սրտով եւ մարմնով։ Պետք է պայքարենք մեղքի դեմ։ Մեռնելու աստիճան պետք է պայքարենք մեղքի դեմ։ Պետք է մեռնենք, եթե ուժ չունենք, Քրիստոսով հարություն կառնենք։ Բայց եթե մենք չենք ուզում մեռնել մեղքի դեմ պայքարում, պատերազմում, ուրեմն հարություն էլ չենք առնում։ Մի վախեցեք մեռնելուց։ Հոգևոր հարությունը մարմնավոր մահվան միջոցով են հասնում։ Գիտեք, մեռնել ասելու ինչ եմ հասկանում ես։ Բնականաբար ֆիզիկական մահվան մասին չի խոսքը։ Օրինակ մեր ցանկություններից հրաժարվելը, մեր մեղավոր նախասիրություններից հրաժարվելը, կան մեր մեղավոր հակումներ։ Դες մարդու մեջ ամեն բան չէ, որ մեղավոր է։ Բարի լավ բաներ էլ կան։ Մենք պետք է մեր մեջ գտնենք լավը զարգացնենք, վատը վերացնենք, որտեվ չի կարող լավն ու վատը միասին մեր մեջ լինել, չեն կարող երկու տիրոջը ծառայել, կամ մեկին կսիրենք, կամ մեկին պետք է ատենք, այդպես է։ Այսինքն մեր զգում ենք, որ այս ցանկությունը մեր մեջ հոգևոր մահ է բերում, այս հակումը ինձ տանում է դեպի փակուղի, արյուն թափելու աշճան այս ցանկության դեմ պետք է պայքարեմ։ Չգիտեմ, հազար մի ցանկություն կա, ծխել, խմել, հարբել, շնանալ, գողանալ, խաղալ, հազար մի տեսակի ցանկություն, ինչքան ուզես կա այսօր աշխարհում։ Տեսնում ես, որ քեզ դա մահվան է տանում։ Մինչև չմեռնես, չհաղթահարես, չես դադարում քո պատերազմը, պայքարը։ Հետո խաղաղվում ես, գիտես, երբ որ մեկ եւ ընդմիշտ հաղթահարում ես մեղքը, խաղաղվում ես ու էլ չես անդրադառնում։ Ու նաեւ շատ մեծ ուրախություն է, չէ՞, բերում արդեն հաղթանակի։ Այո, ազատություն, Աստված մարդուն ազատ է ստեղծել, բայց մենք ազատ ենք, ազատ չենք։